Բարի լույս ընկերներ, մաղթում եմ ձեզ բարի օր եւ այսօր ուզում եմ շարունակենք տների արք եւ վաճառքի թեման։ Այսօր ուզում եմ խոսամ մի շատ կարեւոր թեմայի մասին, ավելի ճիշտ մի քանի թեմա կլինի, ինչին ուշադրություն դարձնել եւ գնում ես տուն, ինչպես ընտրել տունը, ինչպես կարդալ հայտարարությունները on-line, քանի որ այստեղ մեծամասամբ բոլորը on-line հարթակներում են վաճառվում ընկերներ եւ բոլորը բրոկերի օգնությամբ, այսինքն գրասենյակով են վաճառում։ Շատ հազվադեպ կտեսնեք, երբ որ մարդը ինքը անձամբ իր տունը վաճառի կամ գա ձեզ իր տունը ինքը անձամբ ներկայացնի։ Դրանք 99%-ով լինելու են բոլորը բրոկերներ։ Այսօր խոսելու ենք շատ կարևոր թեմաներից եւ առաջինը, թե ինչպես կարդալ հայտարարությունը։ Թվում է թե շատ պարզ բան է, բայց իրականում այդպես չէ։ Ընկերներ, շատ անգամ կարող եք կարդալ հայտարարություն, տեսնեք բավականին լավ տուն, վիլա, բնակարան, իսկապես շատ լավ տեղում, բայց տարօրինակ արժեքը ցածր։ Բնականաբար ձեզ դա կհետաքրքրվի եւ դուք կզանգահարեք, բայց միշտ ուշադիր եղեք, թե ինչ եք կարդում ընկերներ։ Քանի որ կան հայտարարություններ, որոնցում նշված է ինչ-որ առանձին կետում, շատ չերևացող կետում, բայց միևնույնն է նշված է, կարող է գրած լինի իտալերեն ասում են nuda proprietà։ Ինչ է նշանակում nuda proprietà։ Նշանակում է, որ ձեզ տունը վաճառելու են, ներսը մարդա լինելու։ Մի զարմացեք ընկերներ, դա այստեղ շատ տարածված պրակտիկա է։ Ուշադիր եղեք, եթե իհարկե դա ձեզ չի հետաքրքրում, ինչ է այնց ներկայացնում, կներեք, այստեղ մեր հարևան ուղակի խոտն է կտրում։ Ընկերներ, դա նշանակում է, որ այդ տանը ապրում է տարեց մարդ եւ հիմնականում հայտարարությունների մեջ գրված է նույնիսկ տարիքը, մի քիչ ծիծաղալու է հնչում, բայց ծիծաղալու չի ընդհանրապես, կարող է գրած լինի տունը վաճառվում այդ nuda proprietà կոնտրակտով, բայց մեջը լինելու է տարիքով մարդ, դա կլինի 70, կարող է 80, կարող է լինի 90։ Հիմնականում տարիքը նշվում է, գրած է լինում 85 տարեկան, գրած է լինում 90 տարեկան։ Ուրեմն ինչպես է դա աշխատում ընկերներ։ Ուրեմն այդ մարդը պետք է ապրի միջև իր մահը այդ տան մեջ։ Դուք չեք կարող գնալ իրար հետ ապրել, դուք չեք կարող այդ տունը վարձով տալ, դուք չեք կարող այդ տունը վաճառել, ոչ մի բան չեք կարող անել։ Պատկերացրեք դուք ուղղակի ներդրում եք անում։ Գնում եք մի տուն, թողնում եք մի կողմ, այդ մարդը կարող է մի տարի հետո մահանում, կարող է 10 տարի հետո է մահանում, ես չգիտեմ, ոչ մեկ չգիտի, դուք այդ տանը մոտենալու իրավունք չունեք։ Նույնիսկ դուք ինքներդ կամ ձեր երեխան ընդ ապրելու իրավունք չունեք։ Այդ տունը պետք է տենց մնա այդ մարդուն, մինչև որ ինքը մահանա։ Ինքը ձեզ վարձ չի տալու, ոչ մի բան դուք այդ տանը չեք վճարելու, ինքը ոնց որ վճարելու է, հա, բայց դուք որևէ իրավունք այդ տան վրա չունեք, մինչև այդ մարդը չմահանա։ Հիշում եմ, ինձ թվում է սաղ տեսած կլինեք այդ դուպլեքս ֆիլմը, որտեղ վերևի հարկում տատիկներ ապրում ներքևը իրանք։ Այստեղ նույնիսկ դա հնարավոր չէ, ընդհանրապես դուք ապրել չեք կարող։ Այդպիսով, եթե ձեզ նման տիպի ներդրում հետաքրքիր չի, որտեղ տեսնում եք հայտարարություն կամ զանգահարում եք, ձեզ ասում են nuda proprietà, ասում եք չենք ուզում ստեցություն ձեզ։ Այս երկրորդ տիպը հայտարարության, որ կարող եք տեսնել, որ գրված է կրկին վաճառվում է բնակարան, ամեն ինչը նորմալ է, գինը լավն է, ամեն ինչը լավն է, բայց էլի կա մի հատ բայց տունը տրված է երկարատև վարձակալության։ Սրան էլ ուշադրություն դարձրեք ընկերներ, որտեղ կան դեպքեր, երբ որ տունը վաճառվում է, արդեն մեջը վարձով մարդիկ կան։ Դուք այդ մարդկանց չեք կարող հանել, եթե նրանք ունեն կոնտրակտ, այսինքն կնքված, հա, դուք դրանց տնից հանել չեք կարող, մինչև իրանց այդ կոնտրակտը չավարտվի։ Դրան շատ ուշադիր եղեք, կան նմանատիպ հայտարարություններ ընկերներ, որ եւս ձեզ թույլ չեն տա առանց գլխացավանքի մարդկանց տնից հանել ընկերներ ջան, այնպես որ դրան եք շատ ուշադիր լինում։ Կան նաև երրորդ տիպի հայտարարություններ, որտեղ տարօրինակ շատ ցածր արժեք կարող եք տեսնել մի հիանալի վիլայի վրա, բայց կրկին ուշադիր կարդում եք, գրած կլինի, որ վաճառվում է աստա։ Աստա այստեղ նշանակում է աճուրդ։ Այսինքն այդ գինը, որ դուք տեսնում եք, դա նրա նախնական գինն է, աճուրդի նախնական գինն է։ Դրան դուք պետք է դեռ մասնակցեք, եթե ձեզ ընդհանրապես հետաքրքիր այս աճուրդով վաճառվող տների թեման, ինձ խնդրում եմ էլի նշեք եւ նաեւ շատ շնորհակալ եմ, շատերդ արձագանքել եք, շատերին հետաքրքրում էր եւ ես կշարունակեմ այս թեման։
Խնդրում եմ ինձ նշեք, եթե դες հետաքրքրում է աճուրդով վաճառվող տների մասին ինֆորմացիա, ես դրա մասին ձեզ կպատմեմ ընկերներ։ Այնպես որ եթե տեսնեք աստա եւ եթե տեսնեք ցածր գին, նշանակում է դա նախնական արժեքն է։ Եվ աստայի վրա սովորաբար գրված է ինչքանով կարելի է բարձրացնել, այսինքն հավաքվում են մարդիկ, կարելի է 5000-ով բարձրացնել, կարելի է 1000-ով բարձրացնել, տներ կա, որ 10000-ից պակաս չի կարելի բարձրացնել արժեքը, այնպես որ դա էլ հաշվի առեք ընկերներ ջան, դա էլ երրորդ տարբերակն է, թե ինչպես ուշադիր լինել հայտարարություններին մինչև տուն գնալը նայելը։ Դեպ կա նմանատիպ այլ կետ էլ կրկին հայտարարության մեջ, եթե նայում եք, նոր հիշեցի, որ ես արդեն ձեզ նշել էի անցյալ անգամ, որ եթե դուք գնում եք տուն, առաջին տուն, պրիմա կազա, դուք գնում եք այն պետությունը տալիս է հնարավորություն վճարել 2% կադաստրային արժեքից, չէ՞։ Բայց այստեղ sense նրբություն կա։ Եթե դուք տունը առնեք կառուցապատողից, այսինքն ըլմա դեպքեր, երբ որ տունը վերցնում են, ամբողջությամբ վերականգնում են եւ դուք գնում եք կառուցապատողից կամ ինչը շատ հազվադեպ կլինի Տոսկանայում, բայց կա, որ կարող է լինի նորակառույց տուն կամ շենք, հա, այդ դեպքում նույնիսկ կառավարության զեղչով դուք վճարելու եք 4%, որտեղ երբ որ գնում եք կառուցապատողից տուն, այլ ոչ թե անհատից, դուք վճարելու եք 4% կադաստրային արժեքից հարկ ընկերներ, դա անպայման հաշվի առեք, չմոռանաք դրա մասին, եթե կլինի դա ձեր երկրորդ տունը, դուք կվճարեք 10%։ Ընկերներ, կուզենայի եւս մեկ հարցին պատասխանել, որը ինձ տրվել էր կոմենտարիաներում, հարց էր առաջացել, եթե մարդը այստեղ չի ապրում եւ չունի կեցության քարտ, ապա հաշվարկվում է այդ հարկը 2%, թե հաշվարկվում է 9%։ Ուրեմն այսպես է, եթե դուք չեք պատրաստվում այստեղ ապրել, գրանցվել, հիմնել ինչ-որ բիզնես, աշխատել այստեղ, խնդրել կեցության քարտ, ապա ձեզ համար այդ գնված տունը կդիտարկվի որպես երկրորդ տուն, այսինքն դուք կվճարեք 9% ընկերներ։ Եթե դուք պատրաստվում եք տեղափոխվել այս երկիր, այսինքն ունեք բիզնես ծրագիր, ուզում եք այստեղ փոքրիկ բիզնես ունենալ, ածե, բացել, ցույց տալ, որ դուք ունեք եկամուտներ, Ամերիկայի քաղաքացիների դեպքում կարելի է ուղղակի որպես ընտրության վայր գալ ապրել Իտալիայում, հա, բայց միևնույն է պետք է ցույց տաք ձեր եկամուտները եւ այդ եկամուտները պետք է լինեն դրսից կամ եթե դուք հիմնել եք ինչ-որ աշխատանք այստեղ, հա, այդ ամեն ինչը պիտի ցույց տաք, որ հիմք ունենաք այստեղ ստանալ կեցության քարտ, երբ որ ստանաք կեցության քարտ, բնականաբար կստանաք գրանցում եւ կվճարեք 2%։ Եթե ոչ, դա կնախատեսվի ձեզ համար որպես երկրորդ տուն եւ դուք կվճարեք 9% ընկերներ։ Նորակառույցների դեպքում կառուցապատողից գնելու դեպքում կլինի 10%, այդպես որ հաշվի առեք այդ բոլոր ծախսերը ընկեր։ Եվս մեկ բան, երբ որ գնում եք տունը նայելու, արդեն հավանեցիք որևէ տուն, զանգահարեցիք, բրոկերի հետ պայմանավորվեցիք, երբ որ մտնում եք տուն եւ տեսնում եք, որ այդ տունը նոր ներկված, սենց մաքուր, ամեն ինչ իր տեղին է, բայց ոչ թե վերանորոգված, այլ ուղղակի ներկված է, հա, դա զգացվում է։ Դա նշանակում է, որ այդ տանը եղել է բորբոս։ Այստեղ Իտալիայում բորբոսը շատ լուրջ խնդիր է, որը համարյա բոլոր տներին կպչում է, հատկապես եթե տունը վաղուց չի վերանակվել, չի տաքացվում ձմեռը նորմալ եւ այլն եւ այլն։ Պատերը սևանում են, բորբոսով սևանում են, դա կարող է առաստաղ կարելի։ Այսինքն, եթե դուք տեսնում եք նոր ներկված սպիտակ տուն, բայց կահույքը հին, ամեն ինչը հին, դա ձեր ուշադրությունը պետքա գրավի։ Նշանակում է տանտերը մի հատ ներկել է, փակել է այդ բորբոսը եւ վաճառում է։ Հենց որ մի քիչ ցրտեր ընկնեն, կգա աշուն, կգա ձմեռ, այդ բորբոսը նորից դուրս կգա ընկերներ եւ դուք ստիպված կլինեք դա կրկին մաքրել եւ հասկանալ պատճառները, խնդիրները, միգուցե տունը լավ տաքացված չէ, այդ ամեն ինչը պետքա հասկանաք, անպայման ուշադիր եղեք նոր ներկված տներին։ Այնուհետև նայեք այսպիսի բան, այստեղ պարտադիր է խնդրել, կոչվում է AP, Attestazione di Prestazione Energetica, այսինքն մենք ունենք այստեղ մի թուղթ, հա, եթե նկատել եք, երբ որ դուք գնում եք տեխնիկա խանութից, այնտեղ կա մի սենց գույներով նշված ան, կանաչ, B եւ այլն, այսինքն այդ էներգետիկ ինչքան է ծախսում տվյալ տեխնիկան, այստեղ Իտալիայում կանոնը վերաբերում է տներին։ Տունը ինչքան է ծախսում։ Օրինակ մենք երբ որ մեր տունը գնեցինք, նա G էր, այսինքն վերջին կետն է A-ից G,
Ջին վերջինն, այսինքն ոչ մի բան չկա, ժողովուրդ, մենք մեր տունը արդեն ձեզ պատմել եմ, գնել ենք այտենց 0 վիճակում, հա, ասենց ասած, եւ ամբողջը արել ենք, իդեպ պետքա շուտով ստանանք այդ թուղթը եւ տեսնենք որ կետին ենք հասել, երբ որ գնում եք G կետով տուն, ուշադիր եղեք, որ դա նշանակում է, որ ոչ մի բան չկա, ոչ պատուհաններն է փոխած, ոչ ջեռուցման համակարգն է նորմալ, ոչ պատերն են տակ, ոչ մի բան այդ տունը չունի ու դա դուք եք անելու, որովհետև 2030 թվականից այդ G կարգի տները շատ դժվարությամբ կծախեք կամ շատ ավելի էժան կվաճառեք, այդ ամեն ինչը հաշվի առեք, շատ դեպքերում բանկը երբ որ տալիս է վարկ G կետով տալիս է մի տոկոսով, եթե օրինակ տունը լիներ F կարգի տուն, հա, դուք կստանաք լրիվ այլ տոկոս։ Այդ ամենը հաշվի առեք, երբ որ դուք տունը գնում եք եւ նայում եք։ Կա այսպիսի հասկացողություն նաեւ Իտալիայում, որ երբ որ դուք գնում եք սեփական տուն, դա պարզ է սեփական տուն է, դուք եք տերը, հա, բայց կա այսպիսի հասկացողություն, որպեսին է, ինչպիսին է կոնդոմինիո։ Ոնց որ Երևանում ասենք համատիրություն, բայց մեզ մոտ Երևանում, Հայաստանում դա տենց խիստ դրված չի, ինչպես էստեղ։ Այդ կոնդոմինիումը նախև առաջ ունենալու է վճար ու ոչ թե դա կլինի 5-10 եվրո, սենց ասեմ, որ դուք պատկերացնեք, կոնդոմինիումում լինելու են վճար, այսինքն մաքրելու համար աշճանավանդակը, լիֆտը, լուսավորությունը, այդ ադմինիստրատորը, որ կվարի այդ կոնդոմինիումը, նրա աշխատավարձը եւ այլն, ընկերներ, այդ հաշվի առեք, անպայման դա հարցրեք, որովհետև դա արժեքը կարող է սկսի ամիսը 50 եվրոից եւ լինի ամիսը 500 եվրո։ Այդ ամեն ինչը պետքա հարցնել ընկերներ, մինչեւ որ տուն գնելը։ Դա շատ կարևոր փաստ է։ Դրան էլ եմ ուզում ձեր ուշադրությունը գրավեմ։ Լինում է մեկ-մեկ, որ տունը լինում է կենտրոնացված ջեռուցման համակարգով, դրա համար է դուք պետքա վճարեք, իսկ եթե ոչ, պետքա ստուգել տեսնել կա մեջը արդյոք առանձին տեղադրված ջեռուցման համակարգ, թե ոչ, դա էլ շատ կարևոր կետերից մեկն է ընկերներ։ Այնուհետև կա սենց հասկացողություն, ինչը վերաբերում է բրոկերներին եւ գրասենյակներին, ոչ բոլորն են ազնիվ աշխատում ընկերներ։ Նրանք կարող են ձեզ խնդրել ստորագրել թուղթ, որ դուք աշխատում եք իրենց հետ, հա, բայց դուք կարող եք մեկ ուրիշ օր տեսնեք այլ տուն, այլ հայտարարության մեջ կամ այլ գրասենյակը նույն տունը օրինակի համար ցույց տա, որտեղ շատ անգամ տանտերերը դիմում են 10 գրասենյակի, հա, նրանք ձեզանից կարող են պահանջել իրենց տոկոսը։ Դրա համար որևէ տեղ ստորագրել պետք չի ընկերներ, որևէ փաստաթղթի տակ, որտեղ դուք դրա հետևանքները չգիտեք։ Ուղղակի հրաժարվեք, ասեք մենք չենք ուզում ոչ միտեղ ստորագրենք, եւ եթե ձեզ դիմաց այդ պայմանը դնել, ուղղակի մի համաձայնվեք, որտեղ այստեղի օրենքներով դուք չեք իմանում հետո ինչերի կարող է բախվեք ընկերներ։ Ավելի լավ է հրաժարվել։ Եվս կարևոր մի հատված, հա, ես սրան իհարկե ավելի մեծ վիդեոյով կանրադառնամ, բայց եթե արդեն տունը հավանեք, ձեզ դա դուր գա, ձեզ կխնդրեն նախնական պայմանագիր կնքել, նախնական պայմանագիրը այստեղ կոչվում է պրոպոստա, այդ պրոպոստան կազմում է այդ բրոկերը, գրասենյակը, որը ձեզ ներկայացնում են եւ դուք պետքա ստորագրեք եւ դա կանխավճար օրինակ 1000 եվրո, 5000 եվրո, ինչքան որ կպայմանավորվեք, հա, դուք տալիս եք դա կամ բոնիֆիկո բանկարի, այսինքն փոխանցում եք անում, կամ տարբեր եղանակներ կա, հա, դա տալու, մի քանի կոպիայով եք ձեզ մոտ պահում, եթե դուք հրաժարվեք տունը հետագայում գնելու, ձեզ այդ գումարը նրանք չեն վերադարձնելու ընկերներ։ Եթե տանտերը հրաժարվի տունը վաճառել, ձեզ պետքա 2 անգամ ավել տա այդ գումարից, այսինքն 5000-ը տվե, ձեզ պետքա 10000 վերադարձնի։ Դա օրենքով հաստատված է այդպես ընկերներ։ Եվ շատ ուշադիր եղեք նաև, խորհուրդ չեմ տա այդ պրոպոստան ոչ ինքնուրույն ստորագրել, եթե դուք իհարկե շատ լավ չեք հասկանում ամեն ինչից, հա, առանց փաստաբանի, մինչև նա չկարդա, չհաստատի ձեզ համար բոլոր կետերը, ձեզ չբացատրի, չստորագրեք որևէ բան։ Ամենակարևորը, որ շատերին հետաքրքրում է, Իտալիայում տուն գնելը ձեզ տալիս է կեցության քարտի իրավունք, ոչ ընկերներ չի տալիս։ Իտալիայում չկա այդպիսի բան, կապ չունի տունը կարժենա 50,000, տունը կարժենա 1 միլիոն, Իտալիան ձեզ կեցության քարտ չի տալիս։ Հիմք որպես կեցության քարտ ստանալու համար այլ բաներ կան, այսինքն ընտրովի բնակության վայր, որտեղ պետք է հաստատել ձեր եկամուտները, աշխատատեղ ստեղծել, օրինակ դուք եկել եք այստեղ, ուզում եք բացեք ԱՁ եւ աշխատեք, վճարեք հարկ, դա կարա հանդիսանա պատճառ
ընտանիքի վերամիավորում եւ այլն, բայց տուն գնելը ձեզ չի տալիս բացարձակապես որևէ հնարավորություն խնդրել կեցության քարտ, այսինքն իտալերեն կոչվում է permesso di soggiorno։ Չեք կարող։ Դուք ուղղակի միգուցե ձեզ ավելի հեշտ տան երկարատև վիզա, միգուցե դա ավելի հեշտ ձեզ մոտ ստացվի։ Բայց այլ տարբերակ ստանալու կեցության քարտ միայն նրա համար, որ դուք այստեղ գնել եք տուն, ցավոք սրտի այստեղ չկա, ընկերներ։ Ես նույնպես եւ հիմա էկրանին եւ ներքևում հոլովակի կթողնեմ հիմնական կայքերը, որտեղ կարող եք տեսնել տները, նշեք, նշմարեք, նույնիսկ գոտիները, որտեղ ձեզ հարմար է տեսնել տունը, ուշադիր նայեք հայտարարությունները։ Ինչպես նաև կհրավիրեմ ձեզ, եթե ձեզ դուր եկավ այս հոլովակը, դնել մատիկը վերև, բաժանորդագրվել եւ կհանդիպենք հաջորդ հոլովակներում, ընկերներ։